ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում կմտնի պատերազմի մեջ եւ կհաղթի։ Այս մասին զգուշացրել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը։ Եթե պահանջվի, մենք պատերազմի մեջ կմտնենք այն սարքավորումներով, որոնք ունենք, եւ կհաղթենք։ Մենք ունենք լավագույն եւ ամենաուժեղ զենքը, հայտարարել է նա, չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ պատերազմի մասին է խոսքը։ Ըստ նրա, ԱՄՆ-ն պետք է դաշնակիցներին եւ ամբողջ աշխարհին ցույց տա, որ Միացյալ Նահանգները մտադիր է պաշտպանել իր շահերը եւ ազատությունը, ինչպես երբեք։ Ռազմավարական պարտության հեռանկարը այժմ կախված է հենց ՆԱՏՕ-ից, այլ ոչ թե Ռուսաստանից։ Նման անսպասելի հայտարարություն է արել դաշինքի պաշտոնաթող գեներալ Մարկո Բերտոլինին։ Պատերազմի ավարտը կնշանակեր ՆԱՏՕ-ի եւ ամբողջ արևմուտքի պարտությունը, հաշվի առնելով նրա մասնակցությունը պատերազմին, որը պետք է հանգեցներ Մոսկվայի ռազմավարական պարտությանը, որը կարծես հիմա կախված է հենց Հյուսիսատլանտյան դաշինքից, ասել է նախկին զինվորականը։ Նրա խոսքով, անգամ ԱՄՆ-ում հասկանում են, որ հետագա էսկալացիան ձեռնտու չէ արևմուտքին, ինչի պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Ռուսաստանի դեմ միանշանակ ագրեսիվ հռետորաբանությունից։ Վերջինս ընդգծել է, որ ուկրաինական հակամարտությունը անկասկած չի ավարտվի Մոսկվայի պարտությամբ։ Ուկրաինայի զինված ուժերի ճակատի փլուզումը ժամանակի հարց է։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Դենիել Դեվիսը։ Ուկրաինան շուտով կսպառի իր մարտունակ զորքերը եւ չի կարողանա ծածկել ճակատը, իսկ Ռուսաստանը դրան ընդունակ է։ Ինչ որ պահի Ուկրաինայի զինված ուժերի ճակատը պարզապես կփլուզվի։ Մարդիկ պարզապես չեն բավականացնի, ինչը անխուսափելի է, հայտնել է փորձագետը։ Ըստ Դեվիսի դա կարող է տեղի ունենալ 1 տարի կամ 1 ամիս անց, բայց դա անխուսափելիորեն տեղի կունենա։ Բացի այդ, նա հատուկ ռազմական գործողության գոտում իրական իրավիճակը ճանաչելու Կիևի դժկամությունը համեմատել է ռիսկային խաղի հետ, որում նա հաղթանակ չի տարել։ Պենտագոնում բյուրոկրատիան ԱՄՆ-ի համար ավելի լուրջ սպառնալիք է դարձել, քան Չինաստանը։ Նահանգների ամենասարսափելի թշնամուն անվանել է ամերիկյան պատերազմի նախարարության ղեկավար Փիթ Հեքսեթը։ Այս հակառակորդը կենտրոնական պլանավորման վերջին համաշխարհային հենակետերից մեկն է։ Այն ղեկավարվում է հնգամյա պլանավորման բռնապետությամբ։ Գուցե սա հնչում է նախկին Խորհրդային Միության նման, բայց այդ թշնամին վաղուց չկա։ Հակառակորդը, որի մասին ես խոսում եմ, շատ ավելի մոտ է։ Դա Պենտագոնի բյուրոկրատիան է, ասել է նախարարը։ Նրա խոսքով այդ թշնամին ոչնչացնում է նոր գաղափարները եւ ճնշում մտքի ազատությունը, ինչը ի վերջո վտանգում է երկրի անվտանգությունն ու զինծառայողների կյանքը։ Հեքսեթը ընդգծել է, որ այդ հակառակորդի հզորության հետ չի կարող մրցակցել անգամ Չինաստանի ժողովրդական հանրապետությունը։ ՆԱՏՕ-ն կարող է մոտ 1 միլիոն զինվոր տեղակայել Գերմանիայի տարածքով Ռուսաստանի սահման, որը հակամարտության դեպքում կդառնա դաշինքի կենտրոնական հենակետը։ Նման սցենար է թույլ տվել Հյուսիսատլանտյան դաշինքի աջակցության եւ ապահովման միացյալ հրամանատարության ղեկավար Ալեքսանդր Զոլֆրանկը։ Հակամարտության դեպքում Գերմանիան կդառնա ՆԱՏՕ-ի կենտրոնական հենակետը, ամենակարճ ժամկետում մինչև 800,000 զինծառայողներ եւ նրանց տեխնիկան ՆԱՏՕ-ի տարբեր երկրներից կարող են Գերմանիայի տարածքով տեղափոխվել արևելյան թև, հայտարարել է նա Բունդեսվերի խորհրդաժողովում։ Վերջինս ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հասկանում է Գերմանիայի կարևորությունը դաշինքի ուժերի տեղակայման հարցում։ Եթե այս գործընթացը խոչընդոտների հանդիպի, զինծառայողները Ռուսաստանի սահման կժամանեն շատ ուշ եւ չհամաձայնեցված։